Եթե հանկարծ խառնեք այս կենցաղային նյութերը, դա կարող է մահացու լինել։ Որոշ մթերքների միախառնումը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար։ Անխոս ոչ բոլորը գիտեն, որ որոշ մթերքների միաձուլումը առաջացնում է տոքսիկ գազեր, որոնք մեծ վնաս են հասցնում առողջությանը, մասնավորապես թոքերին և գլխուղեղին։ Ձեզ ենք ներկայացնում, թե որ մթերքները պետք չէ խառնել, այդպիսով պահպանելով ձեր և ձեր ընտանիքի առողջությունը։ Սպիտակեցնող նյութերը և ամոնիակը։ Սպիտակեցնող նյութերի և ամոնիակի միաձուլումը առաջացնում է թունավոր գոլորշի, որը մեծ վնաս է հասցնում ձեր աչքերին։ Այս երկու նյութը երբեք չպետք է միախառնվեն։ Ժավելը և քացախը։ Ցանկացած թթու, այդ թվում նաև քացախը, չափազանց վտանգավոր է դառնում, երբ միաձուլվում է քլորի հետ։ Դա պայմանավորված է այն թունավոր գազի հետ, որը առաջանում է այդ երկու նյութերի միախառնումից։ Սննդային սոդա և քացախ։ Այս նյութերի միախառնումը կարող է շատ էֆեկտիվ մաքրող նյութ լինել, բայց այս նյութերի միախառնումը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Բանն այն է, որ սննդային սոդան կամ նատրիումը քացախաթթուի հետ միաձուլվելիս արտադրում են ածխածնի երկօքսիդ, որը վտանգավոր է առողջության համար։ Բացի այդ, քացախը և սոդան միասին փակ տարայում խառնելիս կարող է պայթյուն առաջանալ։ Սպիրտը և սպիտակեցնող նյութը։ Սպիրտի և սպիտակեցնող նյութի համադրությունը առաջացնում է աղաթթու, ինչը չափազանց վտանգավոր է օրգանիզմի համար։ Այս նյութերի առանձին օգտագործումը շատ ավելի լավ միտք է։ Ջրածնի գերօքսիդ և քացախ։ Այս համադրությունը շատ է օգտագործվում որպես մաքրող միջոց, սակայն այս համադրությունը նույնպես վնասակար է առողջության համար։ Այս միաձուլման հետևանքով կարող են վնասվել մաշկը, աչքերը և շնչառական համակարգը։ Երկու տարբեր մաքրող նյութեր։ Համատարած սխալ կարծիք է, որ ապակի մաքրող նյութը և ունիվերսալ հեղուկը միասին կարող են ավելի լավ արդյունք տալ։ Իրականում դա այդպես չէ, որովհետև յուրաքանչյուր նյութ պարունակում է տարբեր քիմիական բաղադրություն, և դրանց միաձուլումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։